Ողջույն բարեկամներ, Հայկը հաղթեց նեռին, մեզի, ձեզի մեծ ավետիս։ Եղավ այն, ինչ որ ինձ համար կանխատեսելի էր, ես հույսս չեմ կորցրել, որ Հայկը նեռին հաղթող է, ուղղակի մասշտաբները չէի պատկերացնում, անկեղծ, գաղափարական իմաստով էի վստահ, որ սա կայանալու է, բայց այն ինչ որ ես որ տեսա եթերով տարբեր հաղորդումների ընթացքում ավելին էր, քան ես կարող էի պատկերացնել։ Վճռականության իմաստով էր, քանակի իմաստով էր ավելին եւ ամենակարևորը ինչ ինձ շատ զարմացրեց տեղ-տեղ լսվող հայտարարությունները, մեկնաբանությունները քաղաքական հասունության առումով էին շատ հասուն։ Շատ իմ համար շատ կարևոր է դրանք, որ մարդը գիտակցաբար է անում այն ինչ որ ինքը սրտով ուզում է անի։ Այ երբ որ գիտակցությունն ու սիրտը իրանք նույն հաճախականության վրա են, նույն բանն է ուզում գիտակցությունն ու սիրտը, արդյունքը լինում է շշմեցուցիչ։ Ոչ մի հակասություն չի լինում մարդու մեջ եւ դա տալիս է հոյակապ արդյունքներ։ Ինչ արեց այսօր նեռը։ Այսօր նեռը ինչպես 2008 թվականին, հիշում եք, 2008 թվական մարտի 1 նետեց մարդկանց սպանվելու, իսկ ուր էր ժամանակ ինքը այդ ժամանակ թիկունքում թաքնված հայտարարում էր, որ իր սիրտը փառավորվում է, երբ որ տեսնում է ոստիկաններին ոնց են ծեծում երկաթե ամրաններով եւ քարերով։ Հիշում եք այս նույն բանը այսօր արեց հոգեվորականների հետ։ Այն ճակերտավոր 10 հոգում, իհարկե 10 հոգի չկար դե 6 կամ իմ հաշվարկներով 6 հոգի է, հա, պլյուս մինուս Արցախի թեմի առաջնորդը։ Եթե հաշվենք, որ Հովնանը Ամերիկայում է, տեղում չէր, այսինքն մնում է 5 պլյուս 1, 5-6 հիմնական դերակատարներին, որոնք իրականում ոչ մի բան չկարողացան անել, որոնք իրականում դարձան Նիկոլի ուղակի, ասենց ասեմ, ծեծուտողները։ Նիկոլը իրանց ձեռքով այսօր հասկացավ, իրանց զոհաբերելով հասկացավ մի բան, որ դեռ ինքը չի կարող անել այն ինքը ինչ ուզում է։ Ինչ եմ ասում դեռ, որովհետև ինքը չի հանձնվելու։ Ինքը չի հանձնվելու, ինքը մեթոդաբար աշխատում է դրա վրա, որ արմատախիլ անի այոց եկեղեցի։ Եթե ոչ արմատախիլ, առնվազն գոնե փոշիացնի մանր մասերի բաժանումը։ Իսկ հիմա գնանք հերթով։ Ինչպես ես ասում եմ, ինքը ասում է 10 եպիսկոպոսների գործողությունները չեմ ուղղորդում ես ընդհանրապես տեղյակ չեմ։ Ես չեմ ասել, որ ձեզ մտնելու ենք, պինցետով վերցնենք, շպրտենք, ինքը տես բան չի ասել, բայց ողջունում է։ Բայց չի մասնակցի հավաքին։ Գիտեք ինչի։ Որովհետև սա հովանավանք չի։ Սա հովանավանք չի, որ գնա պատարակի օրը, մի օր էլ առաջ, հա, շրջափակի իր հաղացականներով եւ ասի, այսօրվա պատարակը ես եմ ասել։ Չէ, սա մայր տաճարն է։ Ինքը շատ կուզենալ իհարկե որ դա լիներ, բայց ինքը չի կասում եք, չէ։ Ինքը չի, ու ինքը հաստատ դրա համար չի, որ քրական գործերը կարճել է Կճոյանի վրայից եւ ասեմ Միրզախանյանի վրայից, հա, դրա համար, չէ։ Ինքը դες տղա չի, հա, տեսեք։ Բախումների որևէ հնարավորություն բացառում է, որովհետեւ Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Պարսատում է, որովհետև եթե Հայաստանում մի հոգի էլ կա, որ սադրիչ գործողություններ է իրականացնում, քաղաքական դաշտում, հասարակական դաշտում, հասարակական կյանքում արդեն մտել է եկեղեցի, դա ինքն է։ Եվ այն հանգամանքը, որ միջև այսօր իրան չեն նեյտրալիզացրել եւ չեն ձերբակալել, նշանակում է իրավապահ մարմինները ոչ մի գործիքակազմեր չունեն դա անելու։ Կամ ունեն, բայց Նիկոլի համար չի։ Ոնց նայում ես, որ կողմ նայում ես, ստում է։ Ես անկեղծ ուզում եմ իմանալ, եթե դու գիտեք, ինձ էլ գրեք, խնդրում եմ, այս գործողությունները այսօրվա, երեկվա, դրա առաջի օրվա եկեղեցու դեմ արշավանքները
ձեր իմացած մարդկանց մեջ ինչ-որ մի բան փոխում է, այսինքն որ կար ինչ-որ աջակցություն կամ գոնե նեյտրալություն է ամեն ինչի նկատմամբ, բայց հիմա փոխվել է, հիմա հասկացել է, որ սա ուղղակի ներն է մարդու կերպարանքով, հա, ներկայանաց։ Եթե դուք այդպես հաստատ գիտեք, գրեք, որովհետև ես չեմ ուզում սովորական հարցումներով անցկացնել, դա որովհետև մեկը ֆեյքերով, բաներով ինքը միշտ է 15-16% ապահովելի է, ու մենք էլ գիտենք, որ դրանից ավել ինքը ոչ մի բան չունի։ Բացարձակապես դրանից բան չունի, կարող է եւս մի քիչ կերսի հասնի 20-25%-ով, ու դա վերջանում է։ Ու դա այսօր ինքն էլ հասկացավ։ Ինքը հասկացավ, դրա համար փորը տվեց այդ 5-6 եպիսկոպոսներին։ Արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում դրանք մնացին դուրս խաղից եկեղեցու ծառայության իմաստով, վաղ թե ուշ իստում է դրանք անպայման կարգալույս կարվեն, եթե դեռ չեն արվել, մի կողմից զրկվեցին եկեղեցում ծառայելու հնարավորությունից, մյուս կողմից ժողովրդի աչքում դարձան ների զավակներ։ Ինչպես փաստորեն Նիկոլ Փաշինյանի գործիք ցանկացած մեկը, ովքեր իր կյանքը կապում է Նիկոլ Փաշինյանի հետ, եւ որոշում է առիթից օգտվել իր վրա քրեական գործերը կարճել եւ այլն, ինքը պետք է հասկանա մի բան, արդյունքում ինքը մենալու է մեջտեղում մերժվելու է եւ այն կողմից օգտագործելուց հետո կամ չօգտագործվելուց հետո կամ անհաջող օգտագործվելուց հետո եւ այս կողմից է հարվածներ ուտելու։ Ինչպես ասում եմ, բոլոր նրանք այդ Արուշանյանից սկսած մինչև Սարիգը, հա, մինչև Շիշբռնող, ցանկացած մեկը պետք է հասկանա։ Հենց ինքը իրակապեց Փաշինյան Նիկոլի հետ, դա վերջանում էր կարիերան։ Որովհետև վաղ թե ուշ վերջանալու է Փաշինյան Նիկոլի կարիերան։ Սա չի անմահ կաշե չի։ Ինքը ճիշտ է հայտարարում է, որ ինքը սրա հետ կապ չունի, բայց սրա եւ ոչ միայն սրա բազմակի օգտագործված Բաբաջանյան Արմանը միանգամից գրում է դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում որպես այս տան իրական զավակներ ու տերը։ Սա ասում է մի մարդ, որը մեղադրում է այդ տանը նրա համար, որ իրեն այնտեղ փչացրել են, իր փիսպիս բաներ են արել այնտեղ, բայց դա համարում է իր տունը։ Սա ասում է մի մարդ, որը կեղծել է իր բանի սրբազանի ստորագրությունը, որը իրան աշխատանքի է վերցել, փրկել է սովից ժամանակին, Հովնան սրբազանի, տեսեք։ Դե հասկանում եք, չէ՞ Հովնան սրբազանը սրան համել ինչի էր փրկել։ Անձնական օգտագործման նպատակներով։ Նույնիսկ այդ պարագայում սա կեղծել էր Հովնան սրբազանի բանի ստորագրությունը, որպեսզի ապահովեր իր բանակից ազատվելու հանգամանքը։ Դե որի համար էր իհարկե տարիներ անց բռնեցին իրան եւ ոչ միայն դրա համար։ Հա, եւ բայց քանի որ ինքը ժամանակին այլ շատ քիփ եղել Միշիկի հետ, ինչ որ հանգամանքների, դե մենք մի օր կիմանանք անպայման էլի այդ հանգամանքների, ինչ հանգամանքներ են, սրան հանեցին ու միանգամից դրա Միշիկի թերթի խմբագիր, վերջ, սա Արման Բաբաջանյանն է, ու Նիկոլասն ես կապ չունեմ, բայց իր Արման Բաբաջանյանն ասում է 18-ին գնում ենք մեր տեղը, եւ հասակ տեղ, պիրց, հասակ, նավալում եմ ձեզ, ուզում ես սա լսել, սա հավաքել է լրագրողներ այսքան մարդ, որ բացատրի, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում ճգնաժամը, այլևս որևէ մեկ դա չի կարող շղթել, որ դեռ ճգնաժամը, ինքը ուրեմն գրավում է եկեղեցին, քահանաներին չի թողում աշխատեն, ով դիմադրում է ձերբակալում է, ինքս ասում եմ, դե ճգնաժամը։ Եթե Հայաստանում մի տեղ կա ճգնաժամ, դա Հայաստանի Հանրապետության կառավարությունում է, ազգային ժողով, կառավարություն, մարզպետարաններ, կառավարման բոլոր օղակներում է ճգնաժամ։ Բոլոր ու բոլոր ճգնաժամների հեղինակը խոսում է այդ ճգնաժամից, որը պետքա ինքը շտկի։ Հա, ինքը շտկի։ Ու ես վերջում ցույց եմ տալու ինքը ոնց է ճգնաժամները շտկում։ Բաշարզադեի
հրամանները, Ալիևի հրամանները ուղիղ բառ առ բառ իրականացնող Փաշինյան դիժվածքը պնդում է, որ կաթողիկոսը ղեկավարում է դրսից, հետևեք լրատվությանը եւ կտեսնեք։ Փաշազադեի, Ալիևի, Էրդողանի ցուցումները բառ առ բառ կրկնողը, բառ առ բառ սահմանադրության փոփոխությունից սկսած, Արարատ սալով վերջացած, միջև Հայաստանի տարածքային ամբողջականություն, եկեղեցի սփյուռք, բառ առ բառ բոլոր հրամաններն ու խոսակցական նյութերը կրկնողը խոսում է կաթողիկոսը, որ ղեկավարում է դրսից։ Ու ինչ անում? Ու ինչ անում? Պատարակա ռուսերեն է վարում։ Ես ուղղակի զարմանում եմ լրագրողների վրա, որ ասես լսում են ուշադիր խելոք դեմքով ու չեն հարցնում, իսկ ինչ անում դրսի հրամանները։ Այսինքն ինչ են ասում դերից, այսօրվա պատարակը քանիսին պետք է անցկացնես։ Ինչ անում կաթողիկոսը։ Նախարարը նշանակում, արտաքին հարաբերություններ է իրականացնում, բանակ է կազմալուծում, հողեր է հանձնում, պատերազմ է հրավիրում, կապիտուլյացիա ստորագրում, ինչ անում։ Ինչ անում։ Ես ուրախ եմ այս հիմարաբանությունների վրա, որովհետև սրանք կրկնողները, սրանք աջակիցները ուղղակի իրենց նույնականացնում են այս հիմարաբանությանը։ Այսինքն իրենք էլ ոչ միտեղ չեն թողում, որ ասենք իմ նման մեկը, որ ես իմիջիալոց եթե միջև վերջ համոզված չնեմ ճշմարտացիության վրա, ես երբեք ձեռ չեմ բարձրացնում մեկի վրա։ Խոսք չեմ ասում մեկին, այսինքն ես սենց եմ երկար ուսումնասիրում եմ, եթե ես եզրակացությունը իրականացրեցի, նշանակում է արդեն բոլոր հետքայլի տարբերակները մշակված է, ոչ չկա, այսինքն չի լինելու, կարող է, այս մի տեղ շտապել եմ, կարող է, հիմա այս ամեն ինչով ինքը ինչ որ հայտարարում է, սա աջակցողների, սա հանդուրժողների բոլոր հետքայլները ինքը սահմանափակում է, չէ, փակում է, ոչ թե սահմանափակում է։ Հետևաբար իմ նման մեկին, ցանկացած մեկին, իրավունք է տալի սրան պաշտպանողներին ու հետևողներին աշխարհի ամենաանլավաբառերն ասել։ Բաղդադի հայրը։ Ուղղակի մարդկային որակների, բարոյականության, ինտելեկտի հետ կապված բոլոր բնութագրերի մեջ բնութագրել ամենացածրագույն մակարդակի վրա։ Առանց մտածելու, արդեն էլ ինքը ոչ մի բան չի թողել, որ կարող է մեկը միտեղ ասենք, ասի, բայց կարող է Փաշինյան Նիկոլը այդքան էլ նեղի զավակ չէ, ինքը տեղ չի թողել։ Բայց ինքը կատարելագործում է, ինքը պարապ նստած չի։ Հələ նայեք, սրանք ոչ մեկը բանակ չի գնացել, սրանք ոչ մեկը պատերազմի մասնակից չեն եղել։ Էլի նույն դեմքերն են։ Սրանք իրանք էլ չեն հասկանում, գիտեք ինչ են անում։ Ազնիվ խոսք, ես որ նայեմ Հայաստանի քաղաքական դաշտում ովքեր են մեծ քաղաքականություն թելադրում, այս նույն դեմքերը, որ իրանք չեն էլ հասկանում իրանք ինչ են անում։ Չգիտեն ինչ է նշանակում պետականություն, պետականության ինստիտուտներ, մարզպետարան, պետական քաղաքականություն, ըստ տարածքային մարզի առանձնահատկությունների ինքնուրույն քաղաքականություն։ Նայում ես, հասկանում ես, շանս չկա այս երկիրը, որ չկործանվի, շանս չկա սրանց պարագայում, ուղղակի շանս չկա, որ չկործանվի։ Ձեր տունը տեղը չորանալու է, ոնց որ շողակատ քանդող տրակտարիստի ամբողջ ընտանիքը մինչև առավոտ չի զարթնե, ձեր սաղի Գերտաստանը չորանալու է, լավ իմացեք, սա Քրիստոսի տունն է։ Ես չգիտեի շողակատ քանդող տրակտորիստի մասին, եթե դուք գիտեք այդ ինֆորմացիան ինձ ասեք։ Ոնց է ընտանիքի, ինչ է եղել ընտանիքի հետ, եթե նման բան կա, ինձ հետաքրքիր է, գիտեք էլի։ Սա հայոց օջախն է, ով երավ հայաց գիտեմ, հայի աստծու դեմ, դուք սաղը չորանալու եք, սաղը ծովոր եկել է Սուրբ Էջմիածինի վրա, սաղը թլպատված եք, շալվարները ցիչեցրեք ու ես կապացույց եմ, որ հրյաներ եք, ջվուտ այ Այսպես, պետության բոլոր ռեսուրսները, ոստիկանությունը, որ իր համար վերածվել է ուղղակի
գիտեք ինչ, հիմա նայեք էս։ Այս բանի ես գտնում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ Հəլստել եք։ լրագրողական ամբողջ համայնքը այստեղ է, լուսաբանելու այսօր տեղի ունեցող այստեղ կատարվելիք գործողությունները, անօրինական գործողությունները։ Հետաքրքիր է, նայեք հələ ոչ մեկ չի նայում կամերային, բոլորն են կողմ են նայում։ Գիտեք ինչի։ Հասկացաք, չէ՞։ Ոչ թե այն կողմը հետաքրքիր բան է կատարվում։ Ոչ մեկ չի ուզում որ իր դեմքները բա։ Այսինքն իրանք ենթագիտակցորեն հասկանում են, որ իրանք շատ կեղտոտ բան են անում հիմա։ Բայց գիտեք, ձեզ չի փրկում։ Ասենք լավ, ես ձեր դեմքը չտեսա, բայց ձեր արած գործը երևում է, չէ՞։ Հետևանքներն էլ է երևալու է։ Հետևանքները, այ դուք ամեն ինչ անում եք, որ հետևանքների վրա դուք հետո լացեք դառնորեն։ Այդ դեպքում ինչ կապ ունի ձեր դեմքը կերևար թե չերևար հիմա։ Ուղղությունները Հայաստանի ոստիկանական ողջ համակարգը իր ուժերը կուտակել է այստեղ եւ տեսնում ենք, որ պատնեշի կարգով ոստիկանական ուժերը ամբողջությամբ այստեղ տեղակայված են։ Այն կողմից փորձում էի անցնել այս հատված, սակայն թույլ չտվեցին, որևէ հստակ պարզաբանում չարվեց, թե ինչու այն կողմից ես չեմ կարող անցնել այս հատված։ Մի երիտասարդ ոստիկան ինձ ցույց տվեց, որպեսզի ես զանգեմ ոստիկանության թեժ գիծ։ Այդպես փորձեցի Ագապե ռեստորանի հատվածով անցնել այս կողմ, եւ ինչպես տեսնում եք, այս հսկայական պատնեշը Գիտեք սա ինչ է։ Սա ժողովրդին բաժանել վարսկանների եւ թողել մի կողմ վարսկաններ, մի կողմ արժանապատիվ ժողովուրդ։ Իր նպատակը ոչ միայն բաժանելն է, այլև բախումներ հրահրել։ Պատերազմ, քաղաքացիական պատերազմ։ Հասկացեք, սա սիրտը փառավորվում է, երբ որ մեկին ասենք ծեծում են փողոցում, հա, երբ որ մեկին մանավանդ եթե դա ոստիկան է։ Այս ոստիկանները հիմա որ սրա համար եկես sense կանել են, եւ մոռացել են, որ սրա համար իրենք ընդամենը այն, ասեմ, այն պարկն էին, որին պետք է բաներով, մետաղած ձողերով ծեծել, ու իր սիրտը դրանից փառավորվում է։ Ես ասեմ ավելին, իր սիրտը փառավորվում է ցանկացած մեկին այդպես ծեծելուց։ Եթե այդ մեկը այդ պահի իր ծրագրերին խանգարում է ու իր տանց պետք է, ինքը դա անելու է։ Այս ոստիկանները չեն հիշում դա։ Այս ոստիկանները չեն հասկանում, որ իր նպատակը քաոս ստեղծելն է, որովհետև այս մարդու տեսակը կառավարման ոչ մի հմտություն, ես հեսա նայել եմ գիտեք, այսինքն օրակարգային, կառուցողական, պետականամետ ոչ մի օրակարգ չկա Հայաստանում։ Հայաստանի թիվ 1 օրակարգ է այսօր փաստորեն։ Եկեղեցում ճգնաժամն է, եկեք այդ մասին խոսանք։ Տո այ դուք ասեք։ Ամբողջ կառավարման համակարգն է ճգնաժամը, երկիքն է, պատերազմ է ստանում տվել։ Դու կամ բանակ ես քանդել, դու մարդ ես սպանել հազարներով, ինքը խոսում է եկեղեցու ճգնաժամի մասին։ Օրական այս կարգի, որովհետև այս կարգի օրակարգերը դաշնետվում մի շատ բարձ պատճառով։ Ուրիշ օրակարգ ինքը չունի։ Ուրիշ օրակարգ ինքը չունի։ Դուք նկատած կլինեք երևի նստած եք միջոցառման, սեղանի կողմ հավաքույթ։ Մեկը կա անպայման, որ անընդհատ իր ուզած բանի մասին է խոսում, որտեղ ինքը ուրիշ բանի մասին չգիտի խոսալ։ Ու ամենից բարձրն է խոսում, ու ընդհատում բոլորին։ Այդ բանակը մեկ բան ամանում, կամ ուղակի մի ձև դրա բերանապակել, կամ ուղակի թողել գնա, ստիպված հասկանալով, որ դու սխալ տեղս եկել ու սխալ ժամանակ, որովհետև պետք է այդ անդաստիրակ, որ բոլորից բարձր է խոսում, անընդհատ նույն բանից է խոսում, ոչ մեկին չի թողում ուղակի, ու այդ ինչից որ խոսում է, օրվա օրակարգի հետ ոչ մի կապ չունի, բայց ինքը այդքան գիտի, եւ իր բանը ներկայությունը հիմնավորելու համար ինքը անընդհատ խոսում է։ Ես նոր բան չեմ ասում, դուք տեսած կլեք ձեր կյանքում։ Հիմա այս մարդը պետության ղեկին է հայտնվել։ Ու սա դեռ անմեղ տարբերակն է։ Սա ընդհանրապես անդաստիրակ չի, սա սատանա է։ Իր ամբողջ բնությամբ եւ գործունեությունով։ Եվ իր խոսածածն ու գործողությունները ոչ թե ուղակի երևալու համար է, չէ, ուղակի կազմալուծելու, ավիրելու, արյուն թափելու, որ դրանից իր սիրտը փառավորվի։ Ես ինչքան էլ ատեմ այսօրվա յենիչերիներին, բայց չեմ ատում։
Ես ասում եմ, դուք հանցագործեք։ Ինչքան էլ ատեմ ԿՊ-ականներին։ Ես իրանց ծեծելուց իմ սիրտը չի փառաբոլվելու։ Ես այդ մասին ընդհանրապես չեմ էլ ասում փառաբոլվելու։ Ես հակառակը ասում եմ, ջան, մի արա բոլետոլը չընկնես։ Որովհետև դու էլ հայ ես, քո երեխեն էլ կարող է լավ ծնողներ ունենալ, դու էլ կարող ես լավ զավակներ ունենալ, որ իմ ազգին բարը օգտակար լինեին։ Եվ կարողա լինեն, կարողա քո երեխեն քո նման չլինի։ Ես ասում եմ, մի հատ, իմ սիրտը դրանից չի կարող փառաբոլվել։ Այս մարդու սիրտը հային ծեծելուց, ընդհանրապես մարդ ծեծելուց, սպանելուց փառաբոլվում է ուղղակի։ Ու սրանք այս անուղեղների հոտը ծառայում են։ Մեր փողերով, որոնց։ Հիշում եք Ստյոպիկին։ Ես ել են հարցրել։ Հիմա էլ ես կարծում որ ոչխար են, բայց ես այն ժամանակ ինֆորմացված չէի եւ ոչխար էի ասում Փաշինյան Եգորին։ Ուղղակի պետք է հաջորդ հարցը լիներ, իսկ առավել խորքային ինֆորմացվելուց հետո ինչ դառավ ոչխարից նա։ Ինչ։ Եվ ասենք ինչ իր որ գործողություններն էր, թե որ դու հայտարարել որ ինքը ոչխար է։ Հիմա սրան վերադառնանք։ Ուր ասա, ինչ կլինի սրա հետ, ինչ եք կարծում։ Սա այն ասած պատմությունն է։ Օգտագործված շպրտված, բայց արդեն ժողովրդի կողմից մերժված։ Հիմա ցանկացած քահանա, ցանկացած քաղաքական գործիք, երբ որ կորոշի Փաշինյան Նիկոլայի հետ գործ ունենա, ինքը պետք է շատ լավ հասկանա, որ ինքը հայտնվելու է անդունդում։ Ժողովրդի կողմից մերժվածը, տեսեք Սերժիկը մերժված, Ռոբիկը մերժված։ Ինչ անում են, հետ չեն կարող գան։ Ինչ անում են, Նիկոլը ինչքան էլ ուզում է վատը լինի, մեկ իրանք հետ չեն կարող գան։ Սրանք պետք է շատ լավ իմանան։ Մեր ժողովուրդը որ մերժեց, հետ դարձ չկան դե։ Սերժիկն ու Ռոբիկը ձեզ օրինակ։ Սաննայ, տեսակ ես կալմի բերետավորին։ Իմաստեր նայք։ Այս ալբամոլին աղեքսում։ Քաղաքացիական դու գլուխդ ինչ ես կախել արա։ Քաղաքացիական համազգեստով։ Այսօր ամբողջ շարքը որ նայում եմ, ովքեր են, բոլոր աշխատողներ են։ Հակու կապից, կանգնելու ձևից, քայլելուց, կողքերը նայելուց։ Երևում է, զրում, հեսա ինքը։ Խնդրեմ, սա։ Հիմա ես հարց եմ տալի։ Բայց բան արա, գրկիկ համբուրվեք իրար կարա։ Ինքը սիրում է տղեկին։ Պահել է, եթե դու իրան փրկում ես, բերես մեծ բան սարքես, կաթողիկոս սարքես, բայց գրկիկ իրար։ Ասեք ինքին երազած կաթողիկոսն է։ Ես երազել եմ, որ իմ կաթողիկոսը լինի ալբամոլ կամ Գարեգինը այնքան վատնա, որ ավելի լավ է այս ալբամոլը լինի, քան Գարեգինը։ Հասկանու՞մ եք դուք հիմա ինչ եք անում։ Ինչ եք ասում։ Այս լֆիկի շարժումը չէ կներեք։ Լֆիկը որ քանդում էր ծածկած շուկան 13-14 թիվներ կարծեմ։ Մի կերպ կանգնեցին գոնե մասամբ ավիրեց այդ անասումը։ Այն ժամանակ ամբողջ իր այդ մաֆիան իր հետ մանուշ մենք դե պիկետներ էինք անում, փորձում էինք ասացնել, մի խոսքով սրանք մեր դեմ էին գալի։ Բոլորը երևում է, այլ ինչքան հանցագործ կա հավաքվել է։ Ու այս հանցագործներին մի հատ բան էր անում։ Մի հատ չէ։ Մի հատ հարբեցող էր, մի հատ էլ Գալուբոյ։ Այդ հարբեցողի անունը Սուրեն Սուրենյանց էր։ Այս որ իմաստս բլբլում է, Լֆիկի իրավունքների պաշտպանը։ Իսկ այդ բանը մի հատ ինչու սոցիալիստ էր, ուսակցություն կա սոցիալիստական։ Մի խոսքով դրանց ղեկավարն են, անազգանի մեջ չեմ հիշում։ Այն ժամանակ տղեկին ասել կոդետը Ասի տղեկ, դուք ձեզ լավ եք զգում, որ ձեզ գեյն առաջնորդում, բամոնց, սենց։ Դուք բամոնց կարող է, ասինք ջան, ասում եմ, ես, որ ձեզ առաջնորդում է, բանը չէ, Սուրեն Սուրենյանցը չէ, Սուրեն Սուրենյանցի ինգերը, իրար հետ էին այդ բանը տանում, հիմա դրա մետ անուն մոքցել է։ Ասում գեյ է, հայտնի, ես պապուկ ձերն եմ ասում, էլ ինք ասում, հայտնի, Անցավ 2 ամիս դրա վիդեոները դուրս եկավ ինտերնետ։ Դրանք ուղղակի ասում են հնարավոր չի, բացառված չի։ Բացառվում ատենց բաներն մենք կարգի մաքուր տղեկ ենք, մենք ոչ թույլ կտանք գեյը մեզ առաջնորդի։ Հիմա ես նրանց եմ ասում։ Դուք
տղա եք, թե ինչ եք։ Դուք հայ տղամարդ եք, թե ինչ եք։ Լավ ասենք Գարեգինը լավը չի, տղեկ, լավ ասենք լավը չի, արա։ Այս արվամոլին եք բերեմ կապելուկոս։ Սենց ձեր ամբողջ մարմնով սենց ծածկում եք, փրկում եք։ Բերեք արվամոլին սարքեք մեզ կաթողիկոս, որովհետև Փաշինյան Նիկոլին, Փաշինյան Փաշազադեին նա տենց է պետք։ Այսօր ես բախումների ժամանակ վրթանեսնա վատացել և փաստորեն ստենդափել եմ այսօր։ Իրոք մեծ կդիզի սա ունեցա սրտի խնդիր ու հասել եմ փրկեն ստենդափել եմ հենց այդ բաների բախումների ժամանակ։ Ես կարող եմ հասկանալ, որովհետև շատ դեպքերում շատ հաղորդումներ ա եղել, որ ես հաղորդումից հետո ես հասկացել եմ, որ ես էլ ասենք կալամուկ բանումն սրտի ծակոստեր և այլն և այլն։ Եվ կզարմանամ, եթե այս օրերին ոչ մեկ այդ խնդիրները չունենա։ Մանավանդ մարդիկ, որ ազնիվ են, մանավանդ մարդիկ, որ էմոցիոնալ են, մանավանդ մարդիկ, որ ասենք հարկանում են, պատկերացնում են այս ամեն ինչի հետևանքները, շատ դժվար է մնալ անտարբեր, նեյտրալ, առողջ, մեծ ջանքեր է։ Եվ խնդիր է ունեցել բրտանեսը, փառք Աստծո, որ փրկվել է, ստենդափել են միանգամից հասցրել են կասեցնել այդ մեծացումը։ Առողջություն իրան։ Սես մեկ կենթանի կա Տարոն Չախոյան անունազգանով, ժամանակին քաղաքական ակտիվիստ էր, չնենց ազնիվ տղա էր երևում, միանգամից դարձավ ՊՕԱԿ-ի նախագահ, դարձավ ԿՊԵ-ական նախ, հետո դարձավ ֆեյքերի այդ ՊՕԱԿ-ի, ֆեյքերի ՊՕԱԿ-ը, այս պետությունից Նիկոլի ստեղծած ՊՕԱԿ-ն է, այն անդեմք, որ քֆրտում են, քֆուր են տալի հանրությանը, որ մտել նկարել էին, լրագրողներ, մի խոսքով, այդ ՊՕԱԿ-ի նախագահն էր, հետո էլ դարձավ աշխատակազմի ղեկավար, ու ինքը ինչ է գրում։ Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել իր պաշտպանություն կճիճի։ Սա այն խայտառակ աջակցությունն է, որը կճիճն ունի Հայաստանում, ընդամենը 2200։ Ի տարբերություն ընդդիմության դրա առաջնորդների իշխանության կոչեր, իշխանությունը կոչեր չի արել ու չի գնացել մայրաթող։ Բա։ Այս 2200-ն երևի իոնիսյան ոչնչությունն է տվել տիպը։ Լավ ասենք կարար գնալ 100 հոգի։ Բա մտնեիք, անեիք են ինչ որ ուզում էիք։ Չկապուն 2000 մտնեիք, անեիք։ Ընդամենը 2000 հոգի էր, 2200։ Դուք այդքան մուսր ունեիք հետներդ։ Այդքան դուք այդքան գլուխ էիք բերել, մեքենաներով, այսպես։ Այսքան գլուխ ոստիկան էիք բերել։ Բայց ձեր ուզածն անեիք։ Բա չի չարեցիք։ Ինչի չէիք էց։ Դուխները չէիք էց, քանակը չէիք էց, թե հասկացաք, որ դուք ոչնչություն եք։ Ես միջև ինքս չտեսնեմ, չեմ կարող գնահատական տալ։ Չի տեսել։ Թաքնված ոստիկան չկա։ Չկա թաքնված ոստիկան, Ժորժ ջան։ Թաքնված ոստիկան չկա, այսի թաքնված ոստիկան չի, չէ։ Հասարակ քաղաքացիներն են բրդում լրագրողներին 20 ոտերի տակ ճանապարհ բացելու։ Ուղեկցում ապահովողը աշխատակիցներ էին, բայց որ աշխատակիցներն էին, որ ծառայությունները այս բանը չգիտեն։ Ծառայողական քննություն խոսանում եք, որ իրականության պետք է հասկանանք ովքեր են ու Դուք ով եք որ նշանակում է իրենք համազգեստով ծառայություն իրականացնում չեն։ Հնում են բոլորին, շատ բռի են պահում իրենց։ հնարավոր չէ այսպես համազգեստով ոստիկաններ ապահովել այդ ամենը, ի՞նչն է Գիտեք ինչ, բռիության պատճառ։ ես նորից կրկնում, չեմ ուզում ձեր կարծիքը կիսել, միգուցե դուք ճիշտ եք ասում, օբյեկտիվ եք ասում, միգուցե սուբյեկտիվ։ Բերեք այդ հարցին այլևս չանդրադառնանք, ես միջև ինքս չտեսնեմ, չեմ Ճավա, նիկը չի տեսել։
Պաստորիսան ոստիկանապետն է, ժողովուրդ, ես անկեղծ ասեմ, ես չեմ ճանաչում այս ով է։ Չգիտեի նույնիսկ որ ինքս ոստիկանապետ ունեինք։ Բայց ես կասեմ մի բան, պաշտոնապես կարող է ինքը ոստիկանապետ է, բայց ինքը տղամարդ չի։ Տղամարդ չէ, բարի բուն իմաստով տղամարդ չի։ Չէ, սերով չեմ ասում։ Մի կարող ինքը կարող է ներվի ասի ոնց, ես սերով տղամարդ եմ, արական սերի ներկայացում։ Հա, դու արական սերի ներկայացում ես տղամարդ չես։ Տղամարդը սուտ չի խոսում։ Ու տղամարդը քո գործը չէր անում։ Դու ընդամենը արու ես, արու։ Այն Դիլիջանի քաղաքապետը ոնց է։ Անդեմք արու, բայց դու տղամարդ չես։ Կարող մեծանաց տղամարդ դառնաս, չգիտեմ, բայց դժվար։ Դժվար։ Որ նույնիսկ եթե դու շանս ունենայիր տղամարդ լինելու, չէր կարող լինել Նիկոլի ոստիկանապետ ուսուցիչ ստորակ չեմ, ես չգիտեմ ով է, ես չգիտեմ սրանք ով են։ Ով են, սրանք ով են, որ քաշքշում են լրագրողներին, այդ պիղծերի համար ճանապարհ են բացում, մեքենա են ուղարկում, մեքենա են բերում, չգիտեմ ինչ գործողություններ են անում։ Ով են դրանք։ Ով։ Հայաստանում 35,000-40,000 ուժային կա ոստիկան։ Սրանք ասում են ընդամենը 2200 հոգի են, բայց 30-40,000 ոստիկանով վերցնեիք ուտեիք այդ 2000-ով։ Այն կարող է, չէ՞, բանեիք։ Եթե ընդամենը այդքան մարդեր դուք կարայիք անեիք։ Դուք որ գնաք տուն, ձեզ ասեն օրինակ, Վարդան Հակոբյանը ձեզ նայեց ասեց, դուք արական սերը ներկայացիչ եք, բայց դուք տղամարդ չեք, որովհետև տղամարդը սուտ չի խոսում։ Որովհետև սուտ ովքեր են խոսում։ Չէ, վախենում են ճշմարտությունը ասել։ Կամ վճարվում են, որ ճշմարտությունը չասեն։ Մեղանչում են ճշմարտության ասել առաջ, բայց հիմքում վախն է։ Վախկոտը ու կեղծարարը, վախկոտ կեղծարար ու տղամարդը սրանք անհամատեղելի հասկացողություններ են։ Հիմա դու ուզում ես քեզ դու պատեպատ, ուզում ես պագոններդ վկայակոչի, ուզում ես ասա, որ ты тоже русскую школу скончался։ Ինչ ուզում ես ասել, ես քեզ բարձ ասում դու արական սերի ներկայացուցիչ ես, դա անվիճելի փաստ է։ Հա? Ֆիզիոլոգիապես, բայց դու տղամարդ չես, տղամարդը չի կեղծում, տղամարդը սուտ չի խոսում։ Դու ինչ ես ասելու քո երեխեքին։ Այդ հասի պատասխանը ո՞նց ես տալու։ Ոչ ես կարա հակառակն ապացուցես։ Չէ, ապրեջան, տեսեք, ես ասում, ես չգիտեմ սրանք ով են։ Բակալանավոդի արա։ Ասա դու ով ես այն ես քաղաքացի, որ հրում ես բանին, հրում ես լրագրողին, ճանապարհ ես բացում, քեզ ով է իրավունքները տվել։ Բայց դու ոստիկանապետ ես, մի հատ բան արել, միջամտ ես արել, մի վարքան։ Լրագրողի պարտականություններին խոչընդոտում իրականացնելու համար։ Եթե դրանք չգիտես դու ով են, իրանք շարքային են, եկել էին սենց այս պիղծերի համար մեռնում էին, իրանք էլ են գալիբո, հա? Իրանք եկել են սրանց իրանց գալիբոյի նշանակեն բանին, կաթողիկոսի պաշտոնին, ու դրա համար իրանք հրում են, բրբրթում են, ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ, չհասկացա, բայց ձերբակալ եք, բայց ես փող ինչի համար են տալի, չեք անում, չէ՞, իհարկե դուք ձեր աշխատողների ոչ կձերբակալեք, ձեր ասածներն անելու համար, եղա որ կեղծում ես տղա ջան, եղա որ դու սուտ ես խոսում, եղա որ արդյունքում եկանք իմ ասածին։ Նույն այսօր դու քո երեխեքին եւ ընդհանրապես կանոջը ոչ մեկին չես կարող աչոտ տաս, որ դու տղամարդ ես։ Չես կարող ասես, դες բան չի եղել։ Ճիշտ է։ Ճիշտ։ Նույնպես ժեխին է։ Ես խնդրում եմ էլի այս դեմքինով ճանաչումը, ես ոստայեմ որ ինքը մարդ ճանաչումը հաստատ գրեք ինձ, նենց հետաքրքիր է։ Այս դեմքի, ես նենց հետաքրքիր է ինքը ով է ինչով զբաղվում ես, անդադ կողքերը նայող սենց գերակտիվ էլի։ Հասկանում եք, չէ ինքը եկեղեցու հետևորդ չի, որ ինքը սենց վառվում է, վախ, ոնց կարող է իմ եկեղեցու կաթողիկոսը զավակ ունենա։ Հասկանում եք, չէ՞ որ ինքը ամեն կիրակի սենց պատարակ գնացողների շին, ես մոլլերանտ հավատացած չի, ես ոչ հետաքրքիր, ես ընկեր նովա է, գրեք էլի եթե ճանաչում եք։
Просто սկրին անել, էլի։ Լրմ Նիկոլակը, երբել է, որակը նայեք, որակը։ Են հետևին ինչ ճանաչեցիք են բոյովին։ Են որ ինքը բոլոր տեղերում էր, և բանա սարկավագա, և խորհրդարանում, չգիտես ինչի հայտնվում։ Էս այդ որակը ժողովուրդ ջան, հիմա ինչ ես հարց եմ ուղղակի տալիս, ով կուզենա, որ իր երկիրը, միջավայրը էս որակը ղեկավարի։ Մեր կռիվը բարոյական հարթության վրա է, առաջին հերթին։ Եթե ինձ ասեն, ինչը կփոխես հիմնավոր, հա, որպես ամեն ինչի հիմք, իսկ ասեմ արժեքային համակարգը։ Ուրիշ ոչինչ բան։ Փոխի արժեքային համակարգը, այս ավելի ճիշտ վերականգնի արժեքային համակարգը, եւ ամեն ինչը գնում է իր տեղը։ Մարդիկ սուտ չեն խոսում, մարդիկ չեն կերծում, մարդիկ արժանապատիվ են ապրում։ Մեծին են հարգում, փոքրին են հարգում, ճշմարտությունն են հարգում, պաշտպանում են փոքրերին, մեծերին, կանանց եւ աղջիկներին։ Շատ բան պետք չի մեզ։ Չկա։ Արժեքային համակարգը դնում ես, ամեն ինչ էս ավտոմատ գալիս ընկնում է տեղը։ Այն ինչը մենք էս կադրի մեջ տեսանք, այս ամեն ինչը արժեքային համակարգից դուրս կատեգորիա, որը իր հերթին է նշանակում է ինքնաոչնչացում։ Որ իր հերթին նշանակում է, որ սրանք ոչ միտեղ իրանց արածի, իրանց ասածի համար հաշիվ չեն կարող տալ։ Բեզաչոտնիկեր են իրանք։ Իրանք ուղղակի ստիպված են իրենց հանցագործությունները ավելի մեծ հանցագործություններով թաքցնել համար։ Եվ եթե մեկն է ճանաչում է այս պարոնին, խնդրում եմ գրեք, ինձ հետաքրքիր է, երկու մատով հայհոյող լրագրողին հայհոյողը ով է։ Անկեղծ է հիմա է սա նետնել սկրինշոտ անենք, այսօր տարածեմ, ասեմ, խնդրում եմ, այս ընկերոջը ինձ ուղարկեք, տեսնենք ով է։ Արագածոտնի թեմի հոգևորականները եկան ամենակում մայրաթոր ի աջակցություն վերհապար Հայրապետի։ Սա հրաշալի նախապետք է, հրաշալի նախապետք։ Հրաշալի։ Շնորհակալ եմ Արագածոտնի թեմի առաջնորդներին եւ ընդհանրապես բոլոր ծառայողներին հոգևոր։ Եթե մենք կարողանանք այսպես իրար աջակցել, այս ներախումբը, այս ներահադուրյակը, հա, այս ները հետևորդները, այս շրջիկ կրկեսը ինքը չի կարող ոչի բան անել, որտեղ իրանք շրջիկ կրկես են վճարվող դրա համար։ Իրանք դուք հասկանում եք, վարձկան զինվորը հայրենիք պաշտպանողի հետ չես համեմատի։ Հայրենիք պաշտպանող զինվորը տասնապատիկ ավելի ուժեղ է եւ ավելի լավ է կռվում, քան վարձկան, ասենց ասեմ, շրջիկ կրկեսի անդամը։ Ես կառաջարկեի սրանց հետո որտեղ գնում է ները ավիրելու, հավաքվենք, սենց գնանք այդ թեմին աջակցություն որպես։ Գնան այդ թեմին աջակցություն, թույլ չտալ, որ դա իրականանա։ Որ սա հասկանա ինքը ոչ միայն մայրաթորում տեղ չունի, այլ ոչ մի տեղ ինքը տեղ չունի։ Եվ այս շրջիկ թատրոնի դերասանները առաջինը դրա կոկորտակ սկսեն կրծել, որ դուք մեզ ինչ ես անում դու մեր հետ, ի վերջո, քո նպատակն ինչ է, դու արդեն մեզ ապականեցի, դու արդեն մեզ պախարակել ես, մենք դարձել ենք ժողովրդի հաշքում ուղղակի կատարել ոչնչություն։ Չէ՞ որ վաղը դու ռադատ քաշելու ես գնաս, մենք պետք է ապրենք Հայաստանում, հա, թե դուք բոլորով ԿՊ-ականներով, չգիտեմ, իրան ծառայող ես, շրջիկ կրկեսով ես, քահանաներով, դուք բոլորով եք փախնելու Հայաստանում։ Հայաստանից բոլորը մի քիչ անհնարին աթվում։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ես Արագածոտնին, ես քաղաքացիական բանեմ։ Իմաստեղ նայեք արարածականներին։ Կառուցեն աշխատակիցները, շղթա կազմած, նաև հրում են լրագրողներին, այս Բայց այն ոստիկանապետը ոչ մեկի չի տեսել, ինքը չի տեսել, ինքը չգիտի, ինքը ոչ մի ինֆորմացիա չունի։ Բարի ձերբակալ է, հեսա ցույց են տալի։ պես եւ որքան գիտեմ իրենք հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցներն են
որոնց գործառույթը հաստատ վազում են։ Ինչպես է վազում այդ աշխատակիցները։ Բայց դեպի ինչ եք փագել տղեկ։ Կարող է հասկանում եք, որ դուք ստոդություն եք անում։ Դուք Հայաստանի ԱԱԾ-ն եք, թե Ադրբեջանի։ Ես միշտ ասել եմ, դուք Հայաստանի ԱԱԾ-ն չեք, դուք Ադրբեջանի թուրքական ծրագրին ծառայող, բայց Հայաստանի փողերով սնվող վարձկաններ եք ուղղել։ Ու գիտեք ում են տանում։ Այդ պիցելին ամուսիններին են տանում։ Են քահանա ամուսիններին են տանում։ Տղեկ դուք գեյեր առաջնորդ եք։ Ոնց է կոչում են ծառայությունը էսկորտ։ Դուք էքսկորտիկ եք տղեկ գեյերի։ Փաստորեն ձեր ամբողջ ծառայությունը ստեղծվել է նամա, դուք գեյերին էքսկորտ անեք։ Իմ ջերմից ամեն դեպքում սա ցույց տվեց մի բան, որ այս ռեսուրսները այն ինչ որ ամբողջ օգտագործվել է, տեսեք, ներքին գործեր, ԱԱԾ, վարձկաններ, այս ամբողջ օգտագործելով երկրորդ անգամ հասկացան, որ մայրաթորի դեմ խաղ չկա։ Ես դրա համար էի վստահությամբ ասում, այն ամեն անգամ որ հնչում էր մենք գնալու ենք մայրաթորն ազատելու ենք, հիշում եք, ընդամենը մի շաբաթ առաջ են խոշոր երջերավոր անասուն էր ասում Ալեն Սիմոնյան անձնանով, որ հաջորդը մենք ժամանակն է որ պատարակը բանում անենք։ Դե արեք բա։ Ես ասում եմ, օր առաջ արշավեք, ձեր քիթը ընդեր մի հատ տալորվի։ Նիկոլ Փաշինյանն ասեց, բա ոչ քիթը ստալորվի, բայց հետո ինչ եմ անելու։ Սպասի մի հատ սանս փուրը տամ։ Տվեց։ Դե իրաք պատրաստ էին փուրը տալ։ Իրենք արդեն գնացել էին դրան։ Ուղղակի մտածում էին, որ եթե մարդը կարողացել է Արցախը հանձնի, անպատիժ մնա։ Կաթողիկոս հանելն ինչ է, որ չկարողանա անել։ Այստեղ կիսատ մնա սրագիրը։ Այդ ուզում Արթուր Վանեցյանին լսենք։ Ինչ է ասում Արթուր Վանեցյանը։ Կարդամ ամենավայն։ Ասում է, ես գիտեմ, որ Փաշինյան Նիկոլը կոմպրոմանտներ ունի սրանց վրա։ Հետաքրքիր գիտեք որ նա։ Ինքը նույնիսկ գիտե, որ դրանք ֆինանսական են, անձնական են, ինտիմ են կոմպրոմանտները։ Աթետային է։ Գիտեք ինչի գիտի։ Բայց դեռ ԱԱԾ պետ է եղել, քաղաքի պետներ, հետո էլ հանրապետության ինքը գիտի, ինքն էլ ունի։ Ամենակարևորը գիտեք ինչ է ասում։ Որ ես էլ գիտեմ ասում։ Ես էլ գիտեմ դրա մասին։ Ուղղակի իր համար հանելուկ ամանում Արցախի թեմի առաջնորդի պահվածքը։ Իմ համար էլ դեռ պարզ չի։ Ես հիշում եք միշտ ասել եմ, իմ համար դեռ պարզ չի իր շարժառիթները, որն է իշխանության մնալը, հա։ Չէ, դրա համար պարտադիր չի դավաճան լինելը։ Քեզ չեն հանելու։ Թե մտածել ես, ինքն էլ է մտածել, թե մարդը կարողացավ Արցախը հանձնել անպատիժ մնա, ուրեմն կարող է նաև կաթողիկոս հանձնել։ Ուրեմն ինքնակամ է, իր վրա շանտաժ չկա։ Կամ կա, չգիտենք, հələ որ այդ թեման իմ համար մութ է, ես չգիտեմ։ Փաստորեն ինքն էլ չգիտի։ Հետաքրքիր է։ Այսինքն ուրեմն չկա, որովհետև եթե լիներ, հաստատ ինքն էլ կիմանար։ Եթե ինքն էլ գիտեր, նշանակում է դա արդեն ոչ թե ինքնաբերանբաց, չէ, մեր բանը երկիրն է փոքր։ Եթե մի բան կա, որ մեկը գիտի, ուրեմն նշանակում է գիտի պետությունը։ Այսինքն գոնե մարդիկ, որոնք հետաքրքրված են։ Եվ ինչ ասում։ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու։ Ճիշտ ասում, համաձայն եմ։ Չունի որևիցե կարմիր գիծ, ես էլ եմ համաձայն։ Ու ներքին աշկելակ գնալու է ցանկացած քայլի, որպեսզի հասնի իր ուզածին։ Ես նրան լավ եմ ճանաչում, ասեք ինչ է դա։ Նա ոչ մի խնդիր չի փորձում հարթել։ Ընդհակառակը ավելի սրում է։ Նիկոլ Փաշինյանը մի այլ յուրահատկություններ ունի։ Իրեն ծառայողներին օգտագործում է ու դեն նետում դատավորները վկա։ Ինչի դատավորները, որ Արթուր Վանեցյան։ Դու էլ օրինակ։
Դու ես վկայություն տալի դա մասին։ Պատասխի դու չէ դիրա ու Ալիևի միջի փոշտալյոնը։ Դու ես չէ։ Դու չգիտես իրան ինչի համար են բերել։ Գիտեիր։ Հայաստանը ոչ մի բան հաբան չի, թակուն չի։ Մանավանդ որ դու վկա ես եղել այդ բանակցություններին, այդ շփումներին, ակտիվացած ասենց։ Ամեն ինչ գիտեիր։ Հենց որ դատավորներին վկա բերելուց առաջ դու շատ լավ օրինակ ես դրա համար։ Դա հիմա տես ասում կարելի է դատավորներին ասել, քեզ ասել, այդ Արուշանյանին ասել, Շիշբռնողին ասել, այս քահանաներին ասել, այնքան շատ են, որ ապացուցում է, որ Արտուր Վանեսյանը ճիշտ է ասում։ Իրեն ծառայողներին օգտագործում է ու դեն նետում։ Իսկ ում չի հասցրել դեն նետի։ Ժողովուրդը դեն կնետի, Փաշինյան Նիկոլին դեն նետելուց հետո անմիջապես։ Որտո ոչ մեկ չկասկածի, որ դա լինելու է։ Լինելու է։ Չի կարա բելը հաղթի հայկին։ Հասկացեք, եթե բելը հաղթեց հայկին, դա նշանակում է հայքի Հայաստանի վերջն է։ Իսկն ամեն դեպքում հաղթած բելն էլ է պարտվելու։ Սա ոնց որ քաղցկեղը։ Հասկանում եք, քաղցկեղն ամեն ինչ անում է, որ սպանի օրգանիզմը, բայց հենց մեռավ օրգանիզմը ինքն էլ է մեռնում, որտեղ էլ ինչը ուտի, էլ ինչը սպանի։ Ինքը սկսում է իրան ուտել այդ քաղցկեղ կոչվածի բջիջները։ Սա նույն բանն է։ Միլիցեկներն են նույնն անում, սպանում են օրգանիզմը, որտեղ իրանց էլ սպանեն։ Նիկոլը սպանում է օրգանիզմը, որտեղ իրան էլ սպանեն։ Զամար եմ ասում։ Բելը չի կարա հաղթի հայկին։ Իսկ եթե հանգած հաղթեց, բելը իրան է հաղթում։ Սրբազան ժամը 5-ին կան։ Հանցագործն ու Գալուբոյը ձեր ձեռքի բնոց։ Ո՞ւմ է ճկուտի տայեք էլի գնալու։ Հա, չէ, մոռացել է։ Անը կճանա տղեկին չի սիրում։ Հանցագործը, հա, բայց տղեկին չի սիրում։ Չել է քաղաքացիներին, բայց մնացել եք այստեղ։ Վախենում եք ժողովրդի մեջ դուրս գալուց։ Քեզ որ նայում եմ, սաստապում եմ։ Հա, ես այդպես եմ։ Լսեցիք։ Բանա հոգևորական է ինքը, կաթողիկոսի տեխնացու։ Վերագրողին ասում է։ Հոգևոր հոր նման։ Այդ բարձրությունից չակերտավոր եմ ասում, էլի։ Ձեզ որ նայում եմ, սարսափում եմ։ Պատկերացնում եք Գարեգին է մեկին այդպես բան ասած աններ։ Բայց ինձ նորմալ է։ Սրբազան, տեսեք, դուք Ինչ հարց ես տալի։ Գարքին հարց։ տալիս եմ կարգին, ինչու եք դուրս եկել կաթողիկոսի դեմ։ Մենք ոչ մեկի դեմ դուրս չենք։ Բա հրաժարական կամ հանգստի կոչը ինչ է Սրբազան։ Դուք չեք եկել այստեղ։ Բա չիմանամ դուք ինչ եք քննարկում։ Իմացեք։ Ինչու։ Մեր եկեղեցին չի, իմ եկեղեցին չի։ Որ իմանում եք ինչ արի։ Եթե իմանում ենք մենք ինչա տեղ ունենք, հասարակությանն էլ ենք դա փոխանցում։ Մի հատ օրինաչափություն ասեմ, ով Նիկոլետ շփումը լրագրողներից փախնում է հարցերի ժամանակ։ Սրիքսան կանգնեն հանգիստ պատասխանեն։ Ու այս փախնելը էլի վկայում է մի բանի մասին, որ իրենք ներքուստ ու ուզում են վարկյան առաջ ազատվել, որտեղ ասելիք չկա։ Ասիկա իրանք արդար չեն, որ կանգնեն, պարզ ճակատով բացացեն իրենք ինչ են անում։ Հակառակ իրանք ռեյտինգը բարձրանա դրանով։ Չէ՞ որ ցանկացած մեկի համար լրագրողի հարցը եւ նորությունները մերևալը դա կամ դու բարձանում ես կորեցինգով, որտեղ դու խելոք ես, կամ դու ընկնում ես կորեցինգով, որտեղ դու ապուշ ես։ Դու կամ գիտելիք չունես, կամ անտեղակ մարդ ես։ Սրանք նույնիսկ չեն ուզում պատասխանել, որ իրանք փորձ անեն ռեյտինգը բարձրացնելու համար։ Սրանք փախնում են։ Փախնում։ Որը չի նշանակում իրենք ապուշ են, չէ։ Իրենք նշանակում է, որ իրենք հասկանում են, որ իրենք հանցագործ են։ Սա վկայում ցանկացած մեկի, որ շփվում է Նիկոլի, որ ծառայում է, մոտեցեք, sense հարցը տվեք, տեսեք։ Միակ բանը, որ ինքան ուզում անի, արագ փախնի հարց տվողից։ Իհարկե, եթե հարց տվողը իր սեփական հարց տվողը չի, որ ինքը չի գնացել իր ասենք Factor TV կամ չգիտեմ դա, նոյան տապան, որ գիտի ու մոտ է գնում։ Հալալ զուլալ իր տուն է գնացել։ Իրեն կտանեն հարցերը կամ ասենք Պետրոսի մոտ, այն հարցերը, որ իրեն պետք է, որը կարդարացնի իր հանցագործությունները։ Մնացած բոլոր դեպքերում իրենք փախնում են։
ուզում այս տեսանյութները, որ մեկ է շրջիկ կրկեսի դեմքերը լավ հիշենք, սա են բանն է, մասպետ էր, քաղաքապետ էր, չախպեր, այս ակնոցներով ին տեսնում եք, այս մեկին չէ, սանք նույն շրջիկ կրկեսի մասնակիցներն են, նայք, նույն դեմքերը, այս նույն դեմքերը, որ ամեն ինչը, համ բանը, սալկավագա, ամեն ինչ, Իսու դերոս ծոց, ես որտեղից են գտած, գնելը, հարպեցով, բան դեմքդ ինչ ես բագի, սակ աշխատողներ են, սանքել են աշխատողներ, նայք, բանից երևում է դեմքերից, պաղվածքից, զտալյուն կպայականները, ճիճուները, ես հատուկ է ցածասել, որ բան չունի, սանք շատ են, գիտեք ինչն է ստեղ տարօրինակ, որ սրանք իրենց տգետ հալով, իրենց ոչ մի բան հալով, սուագի դանց բան եմ, համարձակությամբ մեկ նախանձում եմ, էլի, ասանք ես միջև մի հատ բեմ դուս կգայեմ, միջև մի հատ կոնկուրս կնվագեի, միջև մի հատ audition կանցնեի, միտեղ աշխատանքի ընդունվելու կամ չգիտեմ էլի, կամ կոնկուրսի մասնակցելու, տարիներով էինք աշխատում, տարիներով, ու կասկածը միջև վերջ, արդյոք ես պատրաստ եմ, արդյոք ես արժանի եմ, արդյոք ստացվի, չէ՞ որ ինձ լավերը կան, ախր շատ բարդ բան է, ու սրանք, այս դատարկ տեղը, որոշել են, իրենք կարող են մի ամբողջ պետություն ղեկավարել, իրենք կարող են կարծիք ունենալ, իրենք կարող են կաթողիկոս փոխել, իրենք կարող են պետություն փոխել, Արցախ հանձնել, գերբ փոխել, քաղաքականություն արտաքին, Տեր Աստված, ու ես նայում եմ սրանց հասկանում, երանի է սրանց հիմարության մակարդակը լիներ, ոչ թե իբմոտ, երանի սրանց, որ իրենք չեն հասկանում, իրենք ինչ մեծ բանի տակ են մտնում են, որովհետև այս գիտելիքներով կյանքի ես փորձով մտնել այսքան բանի տակ, սա համար պետք է լինել կատարյալ ապուշ, որ չհասկանալ դու ինչ ես անում։ Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին։ Տեսնենք, մենք դա մեջ կանք հայերս։ Ես ասում եմ, որպեսզի հետագա մեր քայլերը ձերդ լինեն համահունչ, դուք պետք է որ հարաբերությունները կարգավորեք Հայաստանի հետ եւ այնտեղ ինչ որ գիտնական կա Բահրուս Սամեդովին, Թալիշի հետախուզվող Էբրահիմ Աբիլովին ցեղպակալությունները դադարեցնել, դրանք որակելով ապօրինի Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավորությունը տեղի ունեցել փակ դռների հետևում, խախտել է արդար դատավարության չափանիշները եւ անմեղության կանխապատկացել միակապացույցը, որը ներկայացվել է դատարանում երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Դրանք դատապարտվել են 15-ից 18 տարվա ազատազրկման պետական դավաճանության հոդվածով։ Այնտեղ Հայաստանի հետ կապեր ունեցողներին դատում են պետական դավաճանության հոդվածով, Հայաստանում դրանց տալիս են պետական պաշտոններ։ Հասկացաք Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը։ Մյուս մասով ասեմ, որ փաստացի Եվրոխորհրդարանը չի նկատել, որ փակ դռների հետևում դատվում են նաեւ հայ ռազմագերիներ։ Բա որ դատավարությունը փակ դռների հետևում է, խախտելով արդար եւ դատավարության չափանիշները։ Եվրոխորհրդարանը ասում նկատել է մենակ այդ երկուսին։ Չի նկատել հայ ռազմագերիներին։ Դե ինչ։ Երբ մտածում եմ, որ ձեր պետությունը չի նկատում, ես չի պետք է նկատեմ։ Ուրեմն չունեք, որ չեք նկատում։ Բան չեմ կարող ասել։ Այստեղ մենակ մի բան մեկը կարող է մեղադրել, դա ես եմ ու պետությունը, որ այս վիճակի մեջ եմ։ Որովհետև հիմա լսեք, ինչ ենք այս վիճակի մեջ։ Ված լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան։ Այն որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին, հա, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Հիմա հասկացաք իր խնդիրը որտեղ է։ Հասկացաք իր խնդիրը որտեղ է, ու այդ հարցը ոնց է ուզում լուծի։ Սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նորմալ բնականon կյանքում, որը սահմանված է հավելվածով տեղում քարտով փոխանցում ես։ Նվեր, այսինքն ինչ կա որ նորմալ բնականon կյանքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանրային
կանխիկի վերացումն է, իր այսօր խնդիրը կանխիկ շրջանառությունների վերացումն է, որ հարկերն ավելանա, որ իրաց թալան ավելանա։ Ասում է կանխիկը ինչն է դա պետք։ Հասկացաք։ Գնացել է խանութից, իրենացել են կանխիկով, ուրիշ բան, քարտով, ուրիշ բան, խանութ, որ հազիվ ապրում է, սա խանութ սուպերմարկետ չի, որ ոչ մի բան չեն ուզում, կապ չունի դու ինչով ես ընդ առողջ անում, հա։ Չի ուզում ուղղակի։ Այս մարդու խնդիրը դա է։ Կանխիկը հանել շրջանառությունից եւ դա ավելի առաջ է գնում, ավելի է լկտին բարոյականության նորմերով եւ այլն։ Ինչ կա, որ հնարավոր չի անել անկանխիկով։ Մատել գույքագրեք, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանրային բարոյականության նորմերով եւ այլն։ Հանրային բարոյականության նորմերով։ Լսեցիք։ Որ կանխիկով չի կարելի, ու դա արդարացված է։ Կանխիկով չի կարելի առևտուր անել, որտեղ դա ապահովված է հանրային բարոյականության նորմերով։ Սա Հայաստանի վարչապետ։ Ասենք մարդը գնում է կանաչի առնի, կարտոֆիլ առնի բազարից, ինքը պետք է գյուղացնի, չգիտեմ, կարտոֆիլ ճարի էլի։ Ոյանք տենան, որտեղից ինչ է գնում։ Որ ասեն հələ կարտոշկիտ համարեն մի բան մուծել։ Կարևոր չի դու այդ քո ամբողջ հողի դիմաց ինչքան վարկ ես տալի, ինչքան ջրի փող ես տալի, սիլիտրայի փող ես տալի, բայց կապ չունի դու բեր այդ կարտոշկի փողը։ Ու դա բարոյականության օրենքներով է համնագրված։ Մասը գնացեք գույքագրեք, լսեք հələ։ Ինչ կա, որ հնարավոր չի անել անկանխիկով։ Մատ հələ գույքագրեք։ Անկանխիկով որ հնարավոր չի անել։ Չէ՞ մատ լուրջ գույքագրեք։ Որովհետև ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմ գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց է մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքան բա, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Լսեք։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Վերջախպիչ։ Ուրեմն օրենքն ինքն է, հայկայինը ինքն է, կառավարությունը ինքն է, կաթողիկոսը ինքն է, եւ այս հարց եմ տալի. կենթանի դատախազ, կենթանի ԱԱՑ պետ, կենթանի քննչականի պետ կա։ Այ դուք ձեզ ո՞նց կարող եք համարել կենթանի։ Չէ, կենթանի կարող եք համարել, կենթանի իմաստով, բայց ողջ կամ իրավունքի շրջանակներում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը վարչապետը ասում է, փակեք այդ խանութը, ես եմ իմ պատասխանատվության միջև չասեմ, ես եմ որոշելու ում փակեք, ում թողեք աշխատի։ Սա ինքն է ասում, սա իմ բան չի։ Ընդունեք հայտարարությունը հանցագործության մասին։ Ընդունեք։ Դուք ո՞նց կարող եք Հայաստանում ընդհանուր մեկը ո՞նց կարող օրենքի մասին խոսել, որ սա ինքն ասում գնացեք այս խանութը փակեք։ Ու մենք ուզում ենք Եվրո խորհրդարանը մեր ռազմագերիների մասին հիշի, երբ որ Հայաստանի վարչապետի խոբանը օրակարգը խանութ փակելն է։ Խանութ փակելը, որ շրջանառությունից դուրս գա կանխիկը։ Չես փոխապեք։ Որ ես բանկերով ֆրայտ ամեն ինչը, որ բանկերն էլ ոնց ուզենան դնեն ինչ ուզում են անել։ Աշխարհում այդպես երկիր չկա, որ ինքը մտածի կանխիկը ոնց անի շրջանառությունից։ Բա ուզում ենք այս կարգի երկիր ունենք, այս կարգի անասունը ղեկավարի ու Եվրո խորհրդարանում հիշեն, որ մենք Բաքվում ռազմագերիներ ունենք, կարող է սա ասել ախպեր մի խոսացեք, ձերն հետ կդրեք, խնդրում եմ, եթե ուզում եք դուք օգնեք, որ մենք խաղաղություն ունենանք տարածաշրջանում, խաղաղություն լինի, ուրեմն մեր մասին մի խոսացեք, թողեք մեր զինվորներին, չգիտեմ, Արցախի ղեկավարներին դատեն, գնդական ինչ ուզում են արեք, ինչ ուզում են անեն։ Եթե ուզում եք մեզ օգնեք, եթե դուք հումանիստ եք, մեզ մի խանգարեք։ Վստահ որ տենց արված։ Եթե նույնիսկ արված չի, սրա օրակարգը այս մեր մարդկանց ռազմագերիներին փրկելը չի, այլ խանութ փակելն է։ Որտեւ ինքն է, ինքը միջև չասի չեն բացվելու, ինքը պետք է ասի աշխատեն թե չաշխատեն, կանխիկով առնեն թե բանը ապարիկով առնեն, կամ քարտով առնեն, հավելվածով առնեն։ Գնանք ավելի։ Օրական նկարները դուրս գալի քիչ քանակությամբ ու բոլորն ապացուցում են, որ առնվազն երկու նախագահ կա Ամերիկայի վարչակազմի մեջ, որը ուղիղ աշխատել է Մոսադի համար։ Այսինքն գտնվում է այդ Էփշտեյնի բաների ցուցակի մեջ։ Դա Քլինտոնն է ու Թրամփը, որը ուղիղ ղեկավարվել է ու միջև ղեկավարվում է
Մոսադի կողմից։ Մյուս կողմից էլ ժամանակ են տվել իր դատախազին միջև այս շաբաթվա վերջ։ Կամ ինքը բացում է ցուցակը, կամ իրան իմպիչմենտ են ենթարկում։ Դեմոկրատները այսօր հայտարարել են դրա մասին, կամ այս շաբաթվա մեջ միջև դուք բացում եք այդ հանցագործների, մանկապիրցների ու բացի նրանից դրանք հարցը այնի չի, որ դրանք մենակ հանցագործում մանկապիրց են, հարցը նրանում է, որ դրանք այդ կամպրամատների տակ հանցագործություն են կատարում ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այսինքն դրանք Մոսադի գործիքներն են։ Լուրջ ազդեցիկ գործիքներ։ Տեսնենք մինչև շաբաթվա վերջ ինչ կլինի, դա դատախազին, գլխավոր դատախազին բան կանեն, թե չէ։ Դա հետաքրքիր զարգացումները հայ-ռուս-թուրքական հարաբերությունների մեջ էլի սկսել են իրադուտել։ Թուրքիան ինչ որ չեմ հասկանում ինչ պատճառներով հետ է տալի այս 4 սալոնները, փողը հետն է ուզում, ու մեկ է դա բանի վրա ռուսները սկսում են ռմբակոծել թուրքական նավ։ Բան։ Հա, Չերնոմորսկի տարածքներում, Սևծով։ Ու Թուրքիան սպառնում է ավելի մեծ հալված հասցնի Ռուսաստանին։ Էլի ինչ որ մի բան է դեռ կիսվում, կուլիսների հետևում, ոչ չեն կարողանում կիսել թուրքերն ու ռուսները, բայց մեկը մեզ ուրախանալու ես պատճառ չեմ տեսնում, իմաստ չեմ տեսնում, որովհետև ինչքան ուզում է այդ երկու շունի հետ կռվեն, մեկը բարիշելու են, վերջում էլ պարզվի մենք էինք մեղավոր, հետո մեզանով էլի լավություն անեն։ Մեզ տան բարիշելու դիմաց էլի, որպես կոմպլիմենտար բան ենք մենք էլի, ապրանք, ինչպես միշտ եղել է։ Բայց ուղղակի հետաքրքիր է իմանանք սա մասին։ Իսրայելն է մեծ բաներ պատրաստում, հանցագործությունների նորից նույն շղթա։ Այսօր ամբողջ մեդիան խոսում է մի բանի մասին, որ բոլոր քաղաքներում, բոլոր պետություններում անտիսեմիտիզմը, չգիտեմ ինչի որոշել են, որ մենակ իրանք են սեմիտական ցեղել, արաբներին չեն հաշվում սեմիտ։ Մի խոսքով, ասենց ասեմ, հակաիզրայելականությունը հասել է մեծ մասշտաբների, այսօր որ բանը բացեցի, ալիքը բացեցի, սրա մասին է խոսում, որը նշանակում է մի բան։ Ասենց ուռճացնում են իրենց մեդիաները, որ հեսա մի տեղ են մի բան պայթացնեն, ասեն այն դու ես մեղավոր, դու այնքան ես քո մոտ անտիսեմիտիզմը բարձրացել, ու տեսա մեր հрьяաներին սպանեցին, ինչպես Ավստրալիայում։ Իրանք հետաքրքիր է սպանում են իրենց հայրենակիցներին, իրենց զոհ ներկայացնելու համար։ Սպասենք տեսնենք հաջորդ պայթյունը ոնտեղ է դուրս գալու։ Բայց դուրս է գալու հաստատ։ Ես տենդենսը այսօրս նայում եմ, որ բանը բացում եմ, ընդ որում դա ալվում է եւ Եվրոպայում, եւ Հարավային Ամերիկայում, եւ Հյուսիսային Ամերիկայում։ Ու նույնիսկ տարբեր քաղաքներում, որ էսի կոնկրետ մի քաղաքի մասին է, հա, կոնկրետ մի քաղաքի մասին է այս հոդվածը, բայց ասես քաղաքների շեշտված է շատ տարբեր տեղերում, ռեգիոններում աշխարհի։ Այնպես որ մեծ քաղաքներում անավանդ ապրողները թող զգուշ լինեն։ Նյու Յորք կլինի, Բոստոն կլինի, հա, Վաշինգտոն, Լոս Անջելես, զգուշապետ լինել ժողովուրդ։ Սա եմ ուզում լսենք, էլի վերադառնանք մեր խնդիրներին։ Հայտնի փաստ է, որ Արցախում Ադրբեջանը իրագործել է ցեղասպանական գործողություններ, նաև միջազգային հայտնի մասնագետներ են իրենք գնահատական տվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ դրա հետևանքով Արցախի բնակչությունը բռնի տեղահանվել է։ Հիմա դուք այս հարցերը բարձրաձայնելու փոխարեն խոսում եք այն մասին, որ Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքի հարցը պետք է փակել, այդ հարցը հավասարեցնում եք Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված կեղծ թեզի հետ, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզի հետ։ Մասնագետները պնդում են, որ դրա փոխարեն Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային քրեական դատարան։ Օրինակ վերջերս Արման Թաթույանն էր առաջարկում այդ առաջարկով հանդես գալիս եւ ասում ինչու այդ հարցադրում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները մեր ինչու Հայաստանի իշխանությունը չի գնում այդ ճանապարհով եւ ինչու են արվում քայլեր, որոնք ձեռնտու են ոչ թե հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, այլ ձեռնտու են մեր թշնամիներին։ Եվ այն, որ դուք չեք անում այդ քայլերը, արդյոք դա չի նշանակում, որ փորձ է արվում կոծկել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, հա,
հա, Արցախում տեղի ունեցած, նաև ընդհանրապես Հայաստանում տարածքվել են տեղի ունեցել այդ գործողությունները, ու նաև դուք ասացիք բախումներ չհրահարվի վստահ եք մայրաթորում այսօր, բայց պարակտում հաստատ լինում է, հա, այդ գործողություններով, օրինակ Գյումրիում էլ զուգահեռ 2 պատարակ տեղի ունեցավ, այն օրը, երբ հայ ժողովրդի համար սգո օր էր, հիմա այսօր են խոսում զուգահեռ 2 պատարակի մասին, եւ պարակտում է մտցվում հայ ժողովրդի մեջ այդ գործողություններով։ Պարակտումը գիտենք, որ ձեռնտու է մեր ճշնամիներին։ Ձեզ որքանով է ձեռնտու այդ պարակտումը, շնորհակալություն։ Հասկանում եք, հիմա մի հատ ինքը մտավոր աղբա նետելու ցենց եթե աննկարագրելի մասշտաբի, բայց այս հարցերը տեսեք, սրանք բան չէր, օդի մեջ կախված մեղադրանքներ չէ, սա փաստեր արձանագրումներ էր։ Հետո էլ ասում է, որքան այս ամեն ինչը որքանով է նպաստում, այսինքն ոչ մեկ չի վիճակում, որ դա եղել է, որ դա կա։ Ու այսքան բանը, որ ասում է, որ դա կա, արդեն հերիք է, որ ցանկացած բարոյական մարդ խաչքաշի մեծ սրա վրա, ասի ես սրա կողքը ոնց կարող եմ կանգնել։ Ոնց հնարավոր է այս, ու դա չի քննարկվում տենց հա թե չէ, դա բերում է որպես փաստ։ Ու սա չի էլ ասում, որ դա տենց չի։ Որտեղ եթե ես դնեմ հաջորդի ինքը, ինչ ասում, մեզ ինֆարկտը կխփի։ Սենց հարցադրում անելուց հետո ցանկացած վարչապետ լավ ասենք ինքը բան է, ներն է, ինքը տես բան չի անի, բայց ցանկացած մեկը ոսան աջակցում է, ինքը պետք է խոստովանի, որ կամ ինքը մտքից տկար է, չի հասկանում, չհասկացավ այս տիկին ինչ ասեց, ինչերում մեղադրեց այս ներին, կամ ասի ես հասկացա, ու ես էլ եմ իրա նման ներ, ես էլ եմ իրա նման հակամարդ, չմարդ, դրա համար եմ իրա կողքին, որովհետև Ժորժան ուրիշ տարբերակ չկա, ես էլի նորից գալիս եմ այդ ուժայիներին, որ սրանց ծառայում։ Լսեք, պետք չի ակադեմիկ լինել, մարդ լինելու համար պետք է մարդ լինել ուղղակի, մարդ, որ հայնու մեջ նայելուց աչքերը չի փախցնում, ինքը կարող է իր աչքերի մեջ նայի, հետո կարողանում է նույն ձևի հանգիստ նայել իր երեխու աչքերի մեջ, իր կնոջ, իր մոր, իր ծնողների, իր բակի մարդկանց, տարեցների, երիտասարդների, որ աչքը չի փախցնում, միկրոֆոնից չի փախնում, երբ որ կամերա է տենում, գլուխը չի փախցնում, դուք հասկանում եք դուք ինչ եք, դուք հասկանում եք դուք ձեզ ինչ վիճակի մեջ եք դրել, դուք գրողին, որ դուք ձեզ այդ վիճակի մեջ եք դրել, դուք մեզ եք դրել այդ վիճակին, ձեր պատասխան, ձեր պատճառով ազգն է կոտորվում։ Ես հակված չեմ ձեզ վիրավորելու, որտեղ ձեզ իմաստ չեմ տեսնում, ուղղակի պարզ տղամարդու նման ասում եմ, փորձեք մարդավարի ապրեք, էլի։ Այս ամեն ինչը լսելուց հետո դուք ո՞նց կդաք դրան աջակցեք։ Էսի արել է այդ ամեն ինչը, տղեկ։ Ինքն էլ չի հերքում։ Ու սա ներկայացնում է, գիտեք, կառավարության խնդիրն է, լսեք ինֆարկտը խփի մեզ, էլի։ Մի վայրկյան։ Դեք առաջին հարցի հետ կապված, ընդհանրապես ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է։ Վերջ։ Ու գնաց։ Այսինքն այն ինչ որ եղել է, հա, տենց է, բայց իրաց քաղաքականությունների հիմքում պատմության վերլուծությունն արա, անասուն կառավարության գործը երկիր ղեկավարելն է, պատմությունը վերլուծում են պատմաբանները, գրքեր են գրում, աշխատություններ են գրում, սիմպոզիումներ են անում, բանավիճում են, նոր փաստեր են բերում, քո գործը պետություն ղեկավարելն է։ Տեսեք, ինքն էլ չի ինքն էլ չի հեշքում, որ այդ ամեն ինչը կա։ Դուք չեք կարող ասել ամեն ինչը չկա, ինքն է նույնիսկ չի հերքում։ Դուք ո՞նց եք սպասարկում այս հրեշին վրա։ Եվ վերջում, ես Ամերիկայից էլ ասի, բայց չէ, վերջում ուզում սա մասին խոսել։ Պատերազմի փոխարեն առևտուր ենք անում, ադրբեջանական բենզինը շուտով կհասնի Հայաստան։ Դեք ուրախ-ուրախով բանանում հայտնում սա մասին։ Գևորգ Պապոյան ինչ է ասում։ Շուտով ադրբեջանական բենզինը կհասնի Հայաստան։ Մենք պատերազմ չենք անում, մենք առևտուր ենք անում իր հետ։ Իսկ կարող եմ հարց տալ։
Պապոյանի եւ իր խոսքերը ուրախությամբ կրկնող բոլոր տականքներին այդ վաճառված բենզինի փողը ինչա դառնում հետո կարող է բանը շոլ ու կոշիկա դառնալու ձեր համար որ գազես որպես օգնություն չէ հետի դառնում է զենք որ թափվի ձեր գլխին ձեր դատարկ ու անասուն գլխին որ դու հայ մարդուն ասում ես չէ էսի պատերազմ չի մենք իրանց նավ բենզինը պետք է գնենք մենք փոխանակ մենք ամեն ինչ անենք որ ինքը ոչ միտեղ չկարողանա նավթ վաճառի հակառակ որ երկրները որ առնեն ասենք դուք առևտուրեկանոմ տերորիստական երկրի հետ ցեղասպան երկրի դուք ամեն ինչ անեք որ առևտուրը կանգնի սենց են արա պատերազմում այդ տականք ասում է մենք պատերազմ չենք անում մենք առևտուր ենք անում հա դու քո փողը կտաս իրան ինք այդ փողով զենք կառնի ու քեզ կսատկացնի այդ փողով կշարունակի սատկացնել այդ փողով սա է այս իշխանության քաղաքականությունը եւ ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում բոլոր նրանք ովքեր այսօր կանգնած են այս նրանց կողքին իրանք ասում են մի բան մեր միջոցներով մենք թշնամուն պետք է օգնենք որ շուտ վերացնի մեզ իրանք այս բանաձևն են սպասարկում հիմա դա հասկանալով են անում այնքան անուղեղ են որ չեն հասկանում ինչ են անում կամ փողի դիմաց են անում կարող իրանց ավելի մեծ փող են տալու քան իրանց երեխեքի կյանքն արժի կամ իրանց կյանքն արժի չգիտեմ բայց փաստն է որ անում են ու այդ գործին ոչ մի արտադացում չկա ոչ մի արտադացում շատ բան ես կուզենայի խոսալ բայց այսօր շատ եմ օգնած չեմ ասում են անում որտեղ այս հետո չես ասում են աշխարհի գլոբալ խնդիրների ես խոսալ չորտը քո ազգը ինքնասպան է լինում չէ մի որոշ շերտի ձեռքով դու ինչի խոսած լանցին այսօր համար այսքան լավ մնացեք